խոսեմ ականջի քորից։ Ամենատարածված պատճառներից մեկը չոր առանց ծծումբ ականջն է, այսինքն նորմայում մենք ունենք քիչ քանակությամբ ծծումբի արտադրություն, որը պատում է մեր արտաքին լսողական անցուղու մաշկը եւ քանի որ ունի կպչուն հատկություն, չի թողնում, որպեսզի արտաքին էկզոգեն տոքսիկ նյութերը, փոշու մոլեկուլները ներթափանցեն ականջ եւ առաջացնեն բորբոքում կամ գրգռում։ Երբ որ մենք անդադար չոփիկներով մաքրում ենք մեր արտաքին լսողական անցուղին ծծումբից, մաշկը չորանում է եւ ավելի խոցելի են դառնում մեր ռեցեպտորները արտաքին էկզոգեն գործոններից, տոքսիկ նյութերից։ Առաջի պատճառը սա է։ Երկրորդը սնկային օտիտները։ Երբ որ մենք ունենք սնկային ախտահարում արտաքին անցուղու, հիվանդը ունի քոր, արտադրություն ականջից, ցավ, երբեմն նաեւ փակվածություն։ Մյուս պատճառը մաշկային ալերգիկ խնդիրներն են, քանի որ անցուղին արտաքին լսողական պատված է մաշկով, ուստի ալերգիկ խնդիրները մաշկային նույնպես առաջացնում են ականջի քոր։ Օրինակ էկզեման, երբ ունենում ենք եւ քոր արտահայտված թեփոտում, երբեմն նաեւ թացության զգացողություն։ Մյուս պատճառները արդեն համակարգային խնդիրների հետևանքով են, օրինակ եթե պացիենտը ունի շաքարային դիաբետ, բնորոշ է ականջի քորը կամ լյարդային հիվանդությունների դեպքում շատ տարածված է ականջի քորը, իսկ երբ մենք զննում ենք եւ ընդհանրապես օրգանական խնդիր չենք հայտնաբերում, արդեն քորը վերագրում ենք նեյրոպաթիային։ Դա ականջը ներվավորող նյարդերի գերգրգռվածությունն է, այսինքն մենք չունենք որևիցե օրգանական խնդիր, ուղղակի գերզգայուն են լինում մեր նյարդային վերջավորությունները։